Armenia TV-ին եւ PM Publishing House-ը ներկայացնում են Նանե հեռուստահանդեսը։ Ըստ հայտնի ասացվածքի, ինչպես առավոտյան արթնանաս, այնպես էլ օրդ կշարունակվի։ Հուսով եմ դուք արթնացել եք դրական տրամադրությամբ, իսկ եթե ոչ, միացեք մեզ։ Եթերում Նանեն է։ Ողջույն։ Դիտեք այսօր Նանեի եթերում։ Նանե խոհանոց, ճագարի միս սպիտակ գինով։ Էլոս էպիլյացիա, մազահեռացման արդյունավետ եւ անցավ մեթոդ։ Մամոգրաֆիկ հետազոտություն, ռադիոթերապիա, բուժման ճառագայթային մեթոդ։ Սարգիս Գրիգորյանը իր կերտած դերերի, կնոջ, ընտանիքի եւ իր ներքին ձայնի մասին։ Խոհանոցում ազգային առանձնահատկություններից բացի կան նաև մարզային առանձնահատկություններ։ Յուրաքանչյուր շրջան միևնույն ուտեստը կարող է պատրաստել իր ուրույն եղանակով։ Այսօր մարզերում առկա խնդիրների, սննդի մշակույթի մասին կզրուցենք խոհարար, բլոգեր եւ խորհրդատու Աննա Մազմանյանի հետ, ինչպես նաև կպատրաստենք շատ հետաքրքիր ուտեստ։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Այսօր ես գիտեմ, որ պատրաստելու ենք ճագար գինու սոուսով։ Այո։ Ինչ է մեզ դրա համար հարկավոր։ Ուրեմն մեզ դա ճագար, բնականաբար, այո, սոխ, բանջարեղեն, ինչ որ պղպեղ, սխտոր, ռոզմարին, բուսական արգանակ, ձեթ, ալյուր եւ սպիտակ գինի։ Կարող ենք սկսել։ Այո, սկսենք սոխից։ Աննա, ուզում եմ այսօր խոսենք մեր շրջաններում առկա սոցիալական խնդիրներից, մասնավորապես ֆերմերության զարգացման վերաբերյալ հեռանկարներից։ Գիտեմ, որ նախագծեր ունես այս խնդիրների վերաբերյալ։ Ինչ նպատակներ ունեն այդ նախագծերը։ Ուրեմն կա մի շատ լավ նախագիծ, որը արել է, անում է Oxfam կազմակերպությունը, այո, նրանք կառուցում են ջերմոցներ Թավուշի մարզում կանանց համար։ Այնտեղ շատ քիչ տղամարդ է մնացել, նրանք բոլորը գնացել են Ռուսաստան եւ այլ տեղեր աշխատելու։ Դրա համար այնտեղ մնացել են միայն կանայք եւ նրանք չունեն աշխատանք, միակ աշխատանքը դա դպրոցն է եւ այդ ջերմոցները նրանց համար մի հիանալի շանս է ինչ որ ստանալ աշխատանք, բավականություն, այո, եւ եկամուտ իհարկե։ Բնականաբար։ Եվ ես ինչ որ չափով հիմա փորձում եմ իրենց օգնեմ, դե իհարկե սոցիալական ցանցերը շատ մեծ ուժ ունեն այսօր եւ նրանք մեզ շատ բաներում օգնում են եւ հիմա կա խնդիր աճացնելու եւ հետո կա խնդիր այդ ամենը վաճառելու եւ ես հույսով եմ որ նույնիսկ Մոսկվայի ռեստորանները կկարողանան իրենց մոտ պատվիրեն ինչ որ հատուկ բանջարեղեններ կանանչի եւ այդ կանայք եւ թեկուզ մենք ուզում ենք անենք ինչ-որ մի գեղեցիկ պատմություն այնտեղ մենյուի հետ ցույց տանք որ այս լոլիկը աճացրել է ձեր համար այս գյուղի կանայք եւ ինձ թվում է դա շատ ավելի հաճելի է քան թե ուղղակի ինչ որ ուտել ինչ որ մի աղցան։ Այո, իսկ կարելի է այդ շրջանների կանանց ընդգրկել նաև ռեստորանային բիզնեսի զարգացման մեջ, օրինակ, ինչը կարծում եմ շատ հետաքրքիր եւ ակնառու կլինի նաև զբոսաշրջիկների համար, օրինակ, նրանց մատուցել զբոսաշրջիկների մասին է խոսքը, մատուցել օրինակ, գավառի փախլավա կամ քյուֆտա պատրաստած հենց գավառի տանտիկնոջ ձեռքերով։ Դա շատ հետաքրքիր է եւ կարելի է ընտրել ինչ որ տներ եւ
անել ինչ-որ մի ծրագիր, որը կվերանորոգի այդ տները եւ նրանք պատրաստ կլինեն ընդունեն մարդկանց, բայց դա պետք է լինի մեծ եւ կազմակերպված ծրագիր։ Նրանք չեն կարող ինչ-որ իրանցով իրանք չունեն գիտելիք, չունեն հնարավորություն, որ այդ տները վերանորոգեն։ Դրա համար, այսպես ասած, դա պետք է արվի վերևից։ Ես գիտեմ, օրինակ Դիլիջանում, ես ինքս անձամբ եղել եմ, նման վայրեր կան, որտեղ ընտանիքով որոշել են բիզնես բացել եւ այդպես գումար են վաստակում եւ շատ համեղ են պատրաստում եւ շատ բարձրակարգ մատուցում է, մի խոսքով շատ լավ է։ Ես այնտեղ եղել եմ եւ շատ մեծ բավականություն եմ ստացել։ Այսինքն դա համախմբված աշխատանք է հարկավոր ընտանիքով։ Դա շատ հետաքրքիր է, որտեղ մարդիկ գալիս են հենց այդ տեսնելու համար, տեսնելու մեր կենցաղը, գյուղացի կենցաղը, իսկ մեր գյուղացին դա մեր երկրի ուժն է եւ դա մեր շունչն է եւ մենք պետք է իրենց օգնենք, որպեսզի իրանք կարողանան ցույց տան այն ամենը, ինչ գիտեն ու կարող են անեն։ Այո։ Հիմա մենք արդեն պատրաստ ենք, այո, մենք ես կարող եմ օգնել, վերցնում եմ սա, ես կվերցնեմ այդ ճագարը եւ ալուրը, եթե կարելի է, եւ մենք արդեն կարող ենք գնալ։ Գնացիք։ Վերջ։ Այո, մեր ճագարը արդեն պատրաստ է։ Մնում է զարդարելը։ Այո։ Զարդարենք։ Աննա, քանի որ դու բլոգեր ես նաև եւ ունես քո էջը սոցիալական, ինչ թեմաներով ես հաճախ գրում։ Ես հաճախ գրում եմ ռեստորանների մասին եւ իմ ճամփորդությունների, այսինքն հյուրանոցների տարբեր երկրներում, որն էր ավելի լավ, ավելի հարմար, համեղ եւ հյուրընկալ։ Իսկ խոհանոցի մասին, այսինքն ուտեստների կամ ինչ-որ բաղադրատոմսեր, անպայման։ Կարծում եմ մեր այն հեռուստադիտողները, ովքեր խոհանոցի մեծ սիրահար են, կմիանան նաև Աննային եւ կկիսվեն նաև, Food Adventures Age-ը Facebook-ում եւ Instagram-ում ուրախ կլինեմ, միացեք եւ ինձ թվում է, որ շատ բան կիմանաք։ Աննա, խոսենք մի փոքր սննդի էթիկետից, նաև գիտեմ, որ դասընթացներ ես անցել այս թեմայի վերաբերյալ։ Ինձ հետաքրքիր է կա որոշակի կանոններ էթիկետի, որոնք անձը պահպանելով կարող է համարվել քաղաքակիրթ, օրինակ ռեստորանում կամ ժամանցի վայրում։ Ուրեմն ինչը կարևոր է Եվրոպայում շատ ընդունված է, եթե ձեզ հրավիրել են հյուր, դուք երբեք չեք տանում ծաղիկներ կամ գինի, որովհետև այն մարդիկ, որոնք ձեզ հրավիրել են, արդեն ունեն մենյու եւ արդեն իրենք գիտեն, թե ինչ գինի պետք է մատուցեն։ Այցից հետո 2-3 օր հետո դուք կարող եք իրենց ուղարկել ծաղիկներ եւ այսպիսով ասեք շնորհակալություն լավ ժամանցի համար։ Իսկ ռեստորանում շատ կարեւոր է չշտապել։
մտնել, հանգիստ նստել, պատվիրել եւ իհարկե դանանք պատարակախը եւ իմանալ որ ինչի համար է, այո, դա ինձ թվում է արդեն կախված է այն ռեստորանից, որտեղ դուք գնում եք։ Այս ուտեստի համար շնորհակալություն, բայց մենք պետք է այն ճաշակենք գինով։ Այո, անպայման։ Ահա։ Ես կվերցնեմ։ Սա էլ ես ձեզ կհյուրասիրեմ։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հետաքրքիր ինֆորմացիայի եւ հաճելի զրույցի համար, ինչպես նաեւ այս համեղ ուտեստը պատրաստելու համար։ Իսկ մեր սիրելի հեռուստադիտողները կարող են Բաղադրատոմսը դիտել հեռուստաէկրաններին եւ պատրաստել։ Մեզ բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Ճագարի միս սպիտակ գինով 1.5 կիլոգրամ ճագարի միս, 5 պճեղ սխտոր, 500 միլիգրամ բանջարեղենային արգանակ, ռոզմարին, 2 սոխ, 1 կարմիր բուլղարական պղպեղ, 1 կանաչ պղպեղ, 1 դդմիկ, բուսական յուղ, ալուր, աղ, պղպեղ։ Ցանկացած կին կարող է լինել խնամված եւ գեղեցիկ։ Հարկ է միայն մշակել որոշակի սովորություններ։ Դրանցից մեկն է 1 ժամ օրվա մեջ նվիրել մարմնի եւ դեմքի խնամքին։ Ժամանակակից տեխնիկական առաջընթացը կանանց թույլ է տալիս մազահեռացման մեթոդների բազմազանությունից ընտրել ամենաէֆեկտիվն ու անցավը։ Այսօր խոսելու ենք Էլոս մազահեռացման մասին Մալետի էսթետիկ բժշկական կենտրոնի մասնագետ Լիլիթ Նալբանդյանի հետ։ Ողջույն Լիլիթ։ Ողջույն։ Ներկայում կինը մազահեռացման մեթոդների լայն ընտրության հնարավորություն ունի։ Ինչով է առանձնահատուկ հենց Էլոս մազահեռացումը։ Այո, այսօր գոյություն ունի բազմաթիվ մազահեռացման տեսակներ։ Էլոս մազահեռացումը ունի առավելություններ, որովհետև այստեղ բացի օպտիկական էներգիայից ազդում է նաև էլեկտրական էներգիան։ Այսինքն օպտիկական էներգիան լինի դա լազերային կամ ֆոտո, գումարվում է նաև էլեկտրականը։ Օպտիկական էներգիան կլանելով մազը, տաքությունը հաղորդում է ընդհուպ մինչև ֆոլիկուլ, իսկ էլեկտրական էներգիան խախտում է այդ ֆոլիկուլը։ Արդյունքում մենք ունենում ենք մազահեռացման էֆեկտիվ տարբերակ։ Էլոս դա հենց բառը արդեն հուշում է, որ էլեկտրաօպտիկական սիներգիա է, այսինքն միքս է դա։ Էլոս մազահեռացումը ունի մի շարք առավելություններ, որովհետև մաքսիմալ էֆեկտիվություն է ապահովում, մինիմում ցավ, այստեղ բացակայում են կողմնակի երևույթները, այսինքն մազահեռացումից հետո մաշկը չի ձեռք բերում պիգմենտացիա, սպիներ չեն առաջանում, այտուց, այրվածք, կողմնակի երևույթները իսպառ բացակայում են Էլոս մազահեռացման ժամանակ։ Իսկ ինչով է այն տարբերվում լազերային եւ ֆոտոէպիլյացիայից։ Տարբերությունը լազերային եւ ֆոտոմազահեռացման Էլոս ապարատը ունի երկու գլխիկ՝ ֆոտո եւ լազեր, բայց այս դեպքում գումարվում է նաեւ էլեկտրական էներգիան։ Տարբերությունը սա է։ Իսկ որ դեպքերում է խորհուրդ տրվում հենց Էլոս մազահեռացումը։ Սա մասնագետի որոշումն է, թե կնոջ ընտրությունը։ Մասնագետը պացիենտի հետ պետք է որոշի։ Այսինքն պացիենտը գալով բժշկի մոտ որոշվում է արդյոք ճիշտ է Էլոս մազահեռացումը, թե ոչ։ Այսինքն, եթե չունի նա հակացություններ, իսկ հակացություններից են չարորակ նորագոյացությունները, ուռուցքային, հղիությունը, կերակրման շրջանը, էնդոկրին հիվանդությունները, վահանաձև գեղձի հորմոնալ շեղումները, որը կարող է բերել այնպիսի մազածածկի, դա արդեն պետք է հետազոտություն կատարվի։ Եթե կան հորմոնալ շեղումներ, նախ պետք է դա շտկվի, նոր հետո կատարվի Էլոս մազահեռացումը։ Բժիշկը պացիենտի հետ միասին որոշում է Էլոս մազահեռացումը կատարի թե ոչ։
Որքան է տևում այս մեթոդի էֆեկտը, որքան ժամանակ անց է անհրաժեշտ կրկնել մազահեռացման գործընթացը։ Քանի որ գոյություն ունի մազի աճման տարբեր փուլեր, անագեն, կատագեն, տելագեն, այսինքն մազի աճը տեղի է ունենում անագեն փուլում։ Ուրեմն անագեն փուլում մազարմատը գտնվում է ֆոլիկուլում, սնուցում է ստանում եւ աճում է։ Կատագեն փուլում մազարմատը գտնվում է էլի ֆոլիկուլում, բայց քիչ քանակությամբ ջուր եւ պիգմենտ կա, սնուցում չի ստանում։ Իսկ տելագեն ֆազան դա արդեն մազաթափության շրջանն է։ Պրոցեդուրան կատարվում է անագեն ֆազայում, իսկ 1 ամիս հետո նորից կրկնվում է անագեն փուլը, այսինքն հաջորդ պրոցեդուրան կատարվում է 1 ամիս անց։ Քանի պրոցեդուրայից հետո կարելի է լիովին ազատվել անցանկալի մազերից։ Յուրաքանչյուր պրոցեդուրայի ժամանակ մենք մեկընդմիշտ ազատվում ենք 10-ից 15% մազերից, այսինքն մոտավորապես 6-ից 10 այցելություն կպահանջվի, որպեսզի մեկընդմիշտ ձերբազատվենք անցանկալի մազերից։ Իսկ մարմնի որ հատվածներում կարելի է կիրառել էլոս ապարատը անցանկալի մազերից ազատվելու նպատակով։ Մարմնի բոլոր հատվածներում կատարվում է էլոս մազահեռացումը, որովհետև ինքը չունի ոչ մի կողմնակի երևույթներ, ես նշեցի, որ ինքը անցավ է, այդ թվում նաև ամենազգայուն հատվածներում դեմքի եւ բոլոր մարմնի հատվածներում կատարվում է էլոս մազահեռացումը։ Որքանով է անվնաս էլոս մազահեռացումը օրգանիզմի համար։ Էլոս մազահեռացումը այսօր համարվում է ամենաանվտանգ մազահեռացման ձևերից, քանի որ ինքը խորը չի թափանցում, այսինքն միայն մաշկի խորությամբ է իր թափանցելիությունը, այդ պատճառով ես կարող եմ վստահ ասել, որ այստեղ չկա ոչ մի վնասակար ազդեցություն մարդու օրգանիզմի վրա։ Ինքը արդեն գլխիկը դնելով մաշկի վրա ունի մեծ հզոր պաշտպանիչ ազդեցություն։ Շնորհակալ եմ Լիլիթ օգտակար խորհուրդների համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, ցանկանում եմ, որպեսզի բոլոր կանայք լինեն գեղեցիկ եւ խնամված։ Իսկ դուք սիրելի կանայք, կարծում եմ կկողմնորոշվեք գեղեցկության ձեր նախընտրելի մեթոդի հարցում։ Կանացի առողջություն նշանակում է առողջ մարմին, լավ տրամադրություն, հոգեկան առողջություն եւ սեր, որն օգնում է պահպանել այդ ամենը։ Մենք գտնվում ենք հայ-ամերիկյան առողջության կենտրոնում եւ զրուցելու ենք զուտ կանացի առողջությունից կենտրոնի բժիշկ ռադիոլոգ Գայանե Հովակիմյանի հետ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Մամմոգրաֆիկ զննումն անցնելու խնդիրն այնքան ակտուալ է, որ հարկ եմ համարում էր հեռուստադիտողներին իրազեկ պահել հնարավոր առողջական ռիսկերի վերաբերյալ։ Ինչ է նշանակում մամմոգրաֆիկ հետազոտություն։ Մամմոգրաֆիկ հետազոտությունը դա կրծքագեղձերի ռենտգեն հետազոտությունն է։ Մեր կենտրոնում այն արվում է վերջին նորագույն սարքավորումներով, որոնք թվայնացված են, եւ իհարկե ռենտգեն հետազոտությունը թող չհնչի ինչ-որ մի հատ բարդ հետազոտություն, այն շատ հեշտ դյուրին պրոցես է եւ յուրաքանչյուր կին 35-ից 40 տարեկանում մեկ անգամ, իսկ 40-ից բարձր տարիքում 2 տարին մեկ ցանկալի է եւ շատ խրախուսելի, որ անցնի մամմոգրաֆիկ հետազոտությունը։ Որ կանայք պետք է առաջնահերթ անցնեն այս հետազոտությունը։ Առաջնահերթ հետազոտությունը մամմոգրաֆիկ ցուցված է այնպիսի կանայք, ովքեր ընտանիքում ունեն կրծքագեղձի քաղցկեղի անամնեզ։ Հիմնականում խրախուսում ենք, որ առաջին անգամ 35-ում իրենք անցնեն հետազոտությունը, իսկ կանայք, ովքեր ունեն գինեկոլոգիական հիվանդություններ, էնդոկրին խանգարումներ, կանայք, ովքեր հաճախակի ենթարկվում են ստրեսների, կամ ունեն նյութափոխանակային խնդիրներ, հատկապես վահանագեղձի ֆունկցիայի հետ կապված խնդիրներ, նրանց իհարկե ցանկալի է, որ անպայման մամմոգրաֆիան անցնեն, զուտ ապահովության կանխարգելման նպատակով։ Ովքեր են առավել հաճախ հակված կրծքագեղձի քաղցկեղի։ Առավել հաճախ կրծքագեղձի քաղցկեղով հակում ունեն հիվանդանալ այն կանայք, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ, նպաստավոր ֆակտորներից են համարվում գինեկոլոգիական եւ էնդոկրին հիվանդությունները, վահանագեղձի թերֆունկցիան, ստրեսը, տրավմաները, որոնք պատահում են կնոջ կյանքում, հատկապես իհարկե կրծքագեղձի լուրջ վնասվածքները, եւ մենք նաեւ միշտ զգուշացնում ենք, որ կանայք ցանկալի է, որ խուսափեն ստրեսներից, խուսափեն տրավմաներից, որովհետեւ այդ ամենը նպաստավոր հանգամանք են համարվում։ Կրծքագեղձի քաղցկեղը նույնպես իհարկե հակված են կանանց մի մասը ունի ժառանգական նախատրամադրվածություն կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ եւ դա արդեն ապացուցված է եւ շատ հաճախ
Արդեն մեր աշխատանքային պրակտիկայում կան կանայք, ովքեր երբ նշում են, որ ընտանիքում կա կրծքագեղձի հիվանդություն, մայրական գծով կամ տատիկների, թեկուզ հորաքույրների մոտ, անպայման այդ կինը պետք է ենթարկվի նաև բացի մամոգրաֆիայից, բացի հետագա այդ ազատություններից պետք է ենթարկվի նաև լաբորատոր քննության եւ արյան անալիզների միջոցով հաճախ ախտորոշվում է նաև ժառանգական նախատրամադրվածության գենը։ Քաղցկեղով հաճախակի հիվանդանում են հորմոնալ խանգարումներով կանայք, նրանք ովքեր ունեն ներքին հորմոնալ խնդիրներ կամ այն կանայք, ովքեր հաճախակի կիրառել են հորմոնալ պրեպարատներ, տեղի անտեղի, նույնիսկ հակաբեղմնավորիչ պրեպարատներ, որոնք չի նշանակվեն մասնագետի կողմից, այլ իրենք իրենց որոշել են եւ շատ վաղ հասակից 17-18 տարեկանից այդ աղջիկները առանց գիտակցելու ընդունել են տվյալ տեղերը, առանց հետագա հերրակա արդյունքների մասին տեղյակ լինելու։ Քաղցկեղով հաճախակի հիվանդանում են ռադիացիայի շրջանում ապրող կանայք եւ աղջիկները, նրանք ովքեր ունեն ժառանգական նախատրամադրվածություն, այդ մասին նշեցի, բայց նաև իրենց ապրելակերպով պասիվ են, չեն շարժվում, չեն սիրում քայլել, չեն սիրում ակտիվ ապրելակերպ եւ նաև շատ չարաշահում են ծխախոտը, ալկոհոլը եւ ընդհանուր առմամբ այնպիսի կանցերոգեն նյութեր, որոնք բոլորս գիտենք առողջ ապրելակերպի մեջ չի խրախուսվում օգտագործել։ Ես գիտեմ, որ հայ-ամերիկյան առողջության կենտրոնում միայն մամոգրաֆիական հետազոտությունը բավարար չէ վերջնական ախտորոշում դնելու համար։ Ում հետ է համագործակցում մասնագետը։ Ռադիոլոգը հետազոտությունը ավարտելուց հետո ընդհանուր առմամբ համագործակցում է կենտրոնում աշխատող գրեթե բոլոր մասնագետների հետ, որովհետև կրծքագեղձի խնդիրը դա այն խնդիրն է, որը սերտ առնչություն ունի ինչպես գինեկոլոգների, ինչպես էնդոկրինոլոգների խնդիրների հետ, այսինքն դրանք կոմպլեքս զուգահեռ ընթացող խնդիրներ են եւ նաեւ անպայման հատկապես բար դեպքերում կրծքաբան ու ռուծկաբանի հետ։ Եվ մենք վերջնական ընդհանուր հայտարարի ենք գալիս ընդհանուր թիմային աշխատանքի արդյունքում, քանի որ շատ հաճախ հարկ է լինում ռադիոլոգիական հետազոտությունից հետո անել նաեւ բիոպսիա, անել գիստաների ասպիրացիա, պնևմոցիստոգրաֆիա, դուկտոգրաֆիա, դրանք բոլորը հետազոտման արդեն ինվազիվ միջոցներն են, որոնք մենք անում ենք խիստ անհրաժեշտության դեպքում եւ դա արդեն կախված է ցուցումներից։ Չարորակ գոյացությունների բուժման մեթոդներից մեկը ռադիոթերապիան է։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Ռադիոթերապիան իրենից ներկայացնում է կրծքագեղձի ճառագայթային բուժում, որը արվում է ինչպես մինչ վիրահատությունը, այնպես էլ վիրահատությունից հետո։ Եվ այն ցուցված է հիմնականում կրծքագեղձի ուռուցքներով տառապող կանանց մոտ 50-60%-ին։ Ռադիոթերապիան կատարվում է դիստանցիոն ձևով եւ ճառագայթումը կատարում են հիմնականում տրադիցիոն եղանակի ժամանակ ամեն օր 2 գրեի ճառագայթ են տալիս դոզավորված եւ հասցնում են ճառագայթումը մինչեւ 50-60 գրեի։ Հիմնական խնդիրը նրանում է, դա իհարկե ինդիվիդուալ է ընտրվում յուրաքանչյուր դեպքի համար, լինում է, որ տեղային լոկալ կիրառվում է պուլսիոն ռադիոթերապիան անմիջապես վիրահատությունը ավարտելուց հետո եւ դա շատ ակտուալ վերջին ալտերնատիվ տարբերակներից մեկն է ռադիոթերապիայի, բայց հիմնականում ռադիոթերապիան կոմբինացվում է վիրահատության հետ եւ քիմիոթերապիայի հետ։ Իսկ իրենից ներկայացնում է այն հիմնական սկզբունքը, որ ճառագայթի միջոցով փորձում են ոչնչացնել արդեն իսկ ուժած կամ մնացորդային երևույթները կամ ճառագայթի միջոցով փորձում են նվազեցնել ախտահարման բաժինը այդ հատվածում, որից հետո արդեն գնում են հետ վիրահատության եւ դրանից բխող քիմիոթերապիային, այսինքն օգնում են անբուժելի վիճակից մի փոքր դեպի լավը գնալ, որպեսզի արդեն բուժումները կազմակերպվի ճիշտ։ Ինչով է ճառագայթային բուժումը տարբերվում քիմիոթերապիայից։ Ճառագայթային բուժումը դա տեղային գործողություն է եւ ինչպես որ նշեցի, ինքը ուղղված է ուռուցքային տվյալ հատվածում, լոկալ այդ հատվածում ուռուցքի մնացորդների, այսպես կոչված հնարավոր հետևանքների վերացմանը։ Քիմիոթերապիան դա արյան մեջ փորձում են հեմատոգեն դիսեմինացիան վերացնել, այսինքն դեղորայքը արյան միջոցով է ազդում հեռավոր միկրոմետաստազներից սկսած մինչև հեռավոր մետաստազների վրա։ Այսինքն քիմիոթերապիայի շնորհիվ օրգանիզմով մեկ պայքարում են
այդ խնդրի դեմ եւ կասեցնում են նրա հետագա հնարավոր ինվազիան, այսինքն եթե լրաց քնած ինչ որ միտեղ թաքնված միկրոմետաստազ է լինում, քիմիոթերապիան թույլ է տալիս դրա դեմ պայքարել, իսկ տեղային ճառագայթային բուժումը եւս ավելի կրկնապատկում է այդ ազդեցությունը, բայց արդեն տեղային կրծքագեղձի մակարդակի վրա։ Անկամ եթե կրծքագեղձը հեռացված է, ընդունված է, որ նշանակվում է ճառագայթային բուժում սպիի շրջանում եւ թևատակի աշային հանգույցների շրջանում, որպեսզի հնարավոր խնդիրները մինիմումի հասցվեն։ Շնորհակալություն, համբերություն եմ մաղթում ձեզ եւ ձեր հիվանդներին այս դժվարին process-ն անցնելու, ինչպես նաեւ կամք եւ լավատեսություն հիվանդությունը լիովին հաղթահարելու համար։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ ձեզ, ձեր հաղորդաշարին եւ այն նվիրված աշխատանքի համար, որը դուք եք կատարում ձեր աշխատանքային թիմին, ցանկանում եմ ձեզ անխափան եթեր եւ միշտ առողջ եղեք։ Բոլոր այն հեռուստադիտողները, ովքեր Armenia TV-ով հետևում են Բախտաբեր հեռուստասերիալին, կարծում եմ մեծ հետաքրքրությամբ կհետևեն նաև մեր այսօրվա զրույցին, քանի որ մեր հյուրը դերասան Սարգիս Գրիգորյանն է, նույն ինքը սերիալի հերոս Արմանը։ Ողջույն Սարգիս։ Ողջույն։ Ուրախ եմ քեզ տեսնել մեր տաղավարում։ Սարգիս, ես նկատել եմ, որ դերասանները Հայաստանում բաժանվում են երկու մեծ խմբի։ Նրանք, ովքեր գերադասում են հեռուստատեսությունը թատրոնից, եւ նրանք, ում համար առաջնայինը թատրոնն է։ Դու որ խմբին ես պատկանում։ Ես երևի այդպես չի ասի, երկուսն էլ իմ համար հոգեհարազատ են, ուղղակի յուրաքանչյուր մարդ ունի իր ճակատագիրը, ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ հեռուստատեսության հետ կապս էլ ավելի սեր եղավ, քան թատրոնի հետ, բայց ես էլի սպասում եմ առաջարկներ, շատ եմ սիրում թատրոնը ու շատերը չգիտեն, որ ես ի սկզբանե առաջին հենց կուրսից Արմեն Ալբակյանի մոտ թատրոնում 7 տարի աշխատել եմ, այնպես չի, որ ես թատրոնի հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել։ Ուղղակի ստացվեց այդպես, որ հեռուստատեսությունը ինձ ավելի սիրեց, ինձ ավելի շատ առաջարկներ արեց ու այնպես արեց, որ ես ավելի զբաղված լինեմ հեռուստատեսության ոլորտում։ Իսկ այն տարիներին, որ խաղացել ես, հա, թատրոնում, որ դերն է ըստ քեզ ամենահաջողվածը եղել, քեզ համար։ Ես մի անգամ դրա մասին ասել եմ եւ հիմա էլ կուզեմ ասեմ, որ իմ համար մեծ հպարտություն էր խաղալ հուշացած թռչուն ներկայացումը Արմեն եւ Անա Ալբակյանների հետ, դա իմ համար դեբյուտ էր ու դեբյուտ ուսուցչի հետ խաղալու։ Չեմ կարող նկարագրել այն զգացումներն ու զգացմունքները իմ մեջ, որ առաջին անգամ դեմ դուրս եկա վարպետի հետ ու այդպես դա իմ համար տպավորիչ է, նույնիսկ եթե Աստվածտես Համլետ կամ վերամբարձ դերեր խաղամ, մեկը Արմեն Ալբակյանի, Անա Ալբակյանի հետ առաջին այդպես լուրջ բեմում հայտնվել իմ համար ավելի կարևոր էր ու չգիտեմ ուրիշ ազդեցություն ու զգացումներ կար մեջ։ Սարգիս, դերասանը որպեսզի հաջողությամբ կերտի իր դերերը, նա պետք է այդ դերերի որոշ հատկանիշներ կրի իր ներսում։ Քեզ մոտ դերերը դու վերցնում ես կերպարները եւ կիրառում կյանքում, թե այսպես ասած այդ կերպարներն ես հարմարեցնում քեզ։ Նայած թե ինչ եմ խաղում, ինչքան ժամանակ կա դերի մասին մտածելու ու ինչքան եմ կարևորում այդ դերը, որովհետև գաղտնիք չի, ես միգուցե շատերը, որ գալիս են ձեզ հյուր դերասաններից, ասում են սերիալում մենք միանգամից դերի մեջ ենք մտնում, չգիտեմ ինչ-որ վերապրել, բան, այդպես իմ համար դա սուտ խոսքեր են։ Սերիալը, ֆիլմը, թատրոնը, դա տարբեր կերպ ես դու դերերն ընկալում, դերերը քո մեջ նստացնում, քոնը սարքում ու հետո վերարտադրում։ Ուղղակի այստեղ խնդիրն ինչու՞մ է, այստեղ կա Աստծուց քեզ տված շնորհ։ Այսինքն մենք բոլորս ունենք մեր ճանապարհը անցնելու։ Երևի շատ ինչ եմ ասում, սա շատ հստակ ու շեշտադրված, որովհետև ես մոտավորապես 10-ից 12 մասնագիտություն եմ փորձել ու ամենտեղ բացահայտ անհաջողություններ եմ ունեցել։ Միակ մասնագիտությունը դերասանի մասնագիտությունն էր, որ ես հասկացա, որ սա է։ Այսինքն ամեն մեկս ունենք մեր ճակատագիրը, մեր ուղղությունը։
ու ես գտա այս ուղղությունը ու հիմա այն ինչ որ ես անում եմ վարպետությունս ինձ օգնում է որ ժողովուրդը հավատան ասեն ինչ լավ է խաղում որովհետև սերիալում հնարավոր չի վերապրել Տեր Աստված եկեք մի քիչ փակագծերը բացեմ են դերասանները որոնք վերապրում են թող վերապրեն ես հրաշալի կերպով դերասանի վարպետություն եմ ուզում ցույց տամ ինչքան որ ստացվում է այդքան ստացվում է ինչքան չի ստացվում Ինչպես նշեցի, վերջին շրջանում քեզ հեռուստադիտողները ճանաչում են Բախտաբեր հեռուստասերիալից։ Համոզված եմ, որ դու հաճախ բախվում ես քո կերպարի նույնականացման խնդրին։ Հետաքրքիր է, ինչ արձագանքներ ես լսում քո կերպարի, քո վերաբերյալ փողոցում հասարակ քաղաքացիներից։ Տատիները, պապիները, մեծերը իրանք գիտեն, թե ես հենց Արմանն եմ։ Իրանք գալիս են ինձ ցավակցում են, լավ բժշկի տեղ են ասում որ ինքը կօգնի ասում են կա հատուկ բժշկություն խոտաբույսերով բան ասում տատի ջան ցավը տամ Աստված չանի ես այդ օրն ընկնեմ բայն աղջկան կողքիցը բան ինքը քեզ արժանի չի 100 ձևի բան խոսում են դա նորմալ է այդ տարիքի համար երիտասարդներն ավելի շատ նայում են դերասան է հեռուստացույցով երևացող աղջիկներից շատերը համակրում են ժպտում են Շատերը նաև ասում են էլի էս սաղորն էս ինչքան հեռուստասերիալ կա ինքն է խաղում, այսինքն նորմալ երևույթ է։ Այսինքն վերաբերմունք կա եւ լավ եւ վատ չի ասի։ Փառք Աստծո ես դեռ չեմ լսել մի հատ այնպիսի մեկնաբանություն որ հստակ շեշտադրված վատ խոսքեր հնչեն իմ հասցեին։ Ամենայն դեպս այդպես շատ տենց այդպես դեպքեր են եղել որ Իրանք նույնացրել են կերպարի հետ, հետս ցավացել են, հետս լացել են, հետս ուրախացել են այդպես։ Ու այդպիսի բանակ ունեն, որոնք ինձ զանգում են իդեպ տատիների։ Ինձ գուլպաներ են բերում անկեղծ, ինձ իմ սիրած ուտելիքներն են պատրաստում բերում ու ես դրա համար Աստծուց շնորհակալ եմ։ Մի քանի ամիս առաջ 6-րդ զգայարան հաղորդման հյուրն էիր եւ փաստեցիր, որ տաղավարում գտնվող բոլոր պայծառատեսները քո մասին 100% ճշմարիտ ինֆորմացիա ասացին։ Իսկ քո 6-րդ զգայարանը ինչպես է աշխատում։ Վստահում ես քո ինտուիցիային, ներքին ձայնին, այսինքն կամ երազներին։ Երազներին այդպես չեմ, ոչ թե չեմ վստահում, ես ասեմ շատ քիչ եմ երազ տեսնում։ Այն երազներ, որ տեսնում եմ, երևի դրա 80%-ը չեմ հիշում, երբ արթնանում եմ։ Դրա համար հատուկ տենց ինչ-որ նշանակություն չեմ տալիս նրան, ինչի չեմ հիշում։ Բայց իմ ինտուիցիային, իմ ներքին ձայնին, մարդկանց ճանաչել, նկատել, աչքերի մեջ հասկանալ, փառք Աստծո իմ մոտ շատ լավ ստացվում է։ Ու նաև շատ դեպքերում դիմացինը գտնում է, որ ես շատ միամիտ եմ, բայց դա այդպես չի։ Ասենք ինձ թվում է, այո, համոզեցի կամ իմ ուզածով եղավ կամ բան, բայց դա առաջի կես ժամն է, որը ես աշխատում եմ, որ ինքը այդպես ինձ ընդունի։ Կես ժամ հետո ասում ապրել, ես որ ժպտում եմ, այդպես չի, եղբայր, այդպես չի։ Ես ուղղակի քեզ քո, չգիտեմ, այդ ասածը չուզեցի գետնով տամ կամ հստակ քեզ ինչ-որ մի հատ բան ասեմ, որ դու կնեղանաս։ Այսինքն ինձ միշտ հուշել է, մինչև այսօր ես ինչի որ հասել եմ ու դեռ չեմ ինչ-որ սայթակել ու չեմ էլ ուզում սայթակեմ բնականաբար, այդ ինտուիցիայի հաշվին է, որ ես փորձել եմ ճիշտ գնահատել իրավիճակը։ Հետաքրքիր է սովորաբար ինտուիցիա, այսինքն ներքին ձայն ասվածը կանանց է բնորոշ, բայց քո դեպքում պարզվում է, որ բավականին զարգացած է։ Սարգիս, քեզ համար անհաջողությունները արգելք են, թե մարտահրավեր։ Անհաջողությունները իմ համար ավելի շատ մարտահրավեր են, որովհետև եթե շատ փակագծերը բացեմ, իսկ եթե բացենք ժամանակը չի հերիքի այս նախագծի, ես ինչին որ հասել եմ կամ փորձել եմ ճակատագրական տեղերը, ամեն ինչ եղել է նրա համար, որ մարդիկ ինչ շատ հարազատ այդ ժամանակ, այդ հատվածում ինչ շատ սիրելի չեն հավատացել իմ ուժերին ու ասել են դու չես կարող ինչ-որ մի բան անես։ Ու ես ասել եմ որ դե կտեսնենք, որ ես կարամ թե չեմ կարող այդ ինչ-որ մի բան անեմ։ Դա էլ իմ հայրն է այդպես սովորացրել, որ մենք բոլորս ծնվում ենք մոտավորապես 2-ից 4 կիլոգրամ, բոլորիս Աստված նույն կերպ ճանապարհ է տալիս, հաջողություն ընտրի, ճիշտ դուռը բացիր ու ոչ մեկի մի նախանձիր։ Եթե չի ստացվում, մեղադրիր քեզ։ Իսկ ինչի պիտի չստացվի, եթե մենք հավասար ենք։ Պիտի աշխատես քո վրա։
Ես այդ սկզբունքով եմ առաջնորդվել միշտ։ Ինչ որ մեկը եթե ինձ ասել է, որ քո մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դա առիթ է եղել, որ ես իմ մեջ սկսեմ դրա շուրջ աշխատել ու այդ կողմի վրա ավելի շատ կատարելագործել։ Այսինքն քո պատասխանից հասկացա, որ դու ֆատալիստ չես, ճակատագրապաշտ չես եւ չես հավատում ճակատագրին։ Այսինքն ամեն մարդու կյանքը եւ գործողությունները իր ձեռքերում են։ Չի ասի, այս դեպքում թույլ տվեք ձեռնապահ մի քիչ մնալ, ինչ առումով որ մի քիչ ամեն ինչից, բայց ճակատագիր, այսպես ասեմ, ճակատագիր բոլորին տրված է, կա, բայց թե այդ ճակատագրի մեջ դու ծառնել է աճում ուղիղ։ Բայց տերևները ոնց կաճեն, ինչ գեղեցկություն կունենա դա, ինչ հետևանք կթողնի, այդ ամեն ինչը կարծում եմ մեր ձեռքերում։ Ճակատագրով ծնվել ենք, ճակատագրով ապրում ենք, ճակատագրով պիտի գնանք այս երկրից, բայց ինչ հետ կթողենք, ոնց կապրենք, ոնց կարող ենք այդ ճակատագրի մեջ մերը ունենանք, մերը ներդնենք։ Այդ սա մեզ 50-50 երևի։ Հարցազրույցներից մեկում նշել ես, որ եթե կինդ չլիներ, միգուցե դու հաջողությունների չհասնեիր։ Շատ ողջունել է, երբ տղամարդը մեծարում է կնոջը, գնահատում է, բայց ինձ շատ հետաքրքիր է, ինչ է արել կինդ, ինչով է նա նպաստել քո հաջողություններին։ Ես կնոջս չեմ մեծարում, իրա գովքը չեմ կապում, ուղղակի ասում եմ, ես ճշմարտություն եմ։ Ինքը իմ պահապան հրեշտակը ոնց որ լինի, թալիսման, որ այդպես ասում եմ։ Այսպես ասեմ, սեր, հույս, հավատ, սեր, սիրում է ինձ, ու կսիրի, համոզված եմ, որովհետև այլ ընտրանք չունի, ոչ մեկ չի կարա այնպես անի, որ մի խոսքով հույս, հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու մեզ մոտ, որ ինքը կապրի իր երազած կյանքով եւ հույս ունի, որ սա երբեք չի վերջանա ամեն ինչ։ Սովորաբար ընտանիքը ձևավորվում է ոչ թե ամուսնության պահից, այլ այն ժամանակ, երբ սկսում են արդեն կին տղամարդ դերերը բաշխվել, հետագայում երեխաներ են ունենում արդեն երեխաներ եւ ծնողներ։ Հետաքրքիր է, դուք այդ ճանապարհը անցել եք կոնֆլիկտներով կամ միգուցե դիվանագիտորեն, թե միգուցե ձեզ մոտ ոչինչ էլ չի փոխվել այս տարիների ընթացքում։ Թեպետ չեմ հավատում, հնարավոր չէ։ Մենք ինստիտուտի տարիներից լավ ընկերներ էինք։ Ու երևի լավ ընտանիք կազմելու համար պետք է մի քիչ ընկեր լինես։ Ես դա հասկացա ամուսնանալուց հետո, երբ որ դա ինձ շատ օգնեց շատ ճակատագրական պահերին, դժվար պահերին, որ թվում էր թե անլուծելի է այդ հարցը ընտանեկանում, իսկ սկզբում դա դժվար է ընտանիքում երիտասարդների համար, բայց ընկերությունը, քանի որ մենք ժամանակին լավ ընկերներ էինք եղել, դա փրկեց ամեն ինչ։ Սերը կար միանշանակ, բայց սերը կար, հարգանքը մեկը մյուսի հանդեպ կար, բայց մինչև դա եղել է ընկերություն, մենք լավ ընկերներ ենք եղել։ Ու երբ որ նույնիսկ սերը, նույնիսկ հարգանքը մի փոքր թերանում են, ընկերությունը, որը հաշվի չի առնում այդ ամեն ինչը, ասում դու իմ ընկերն ես, ինքը այս սերն էլ հարգանքն էլ քաշում ու գրկում է քեզ։ Մեր մոտ այդ ամեն ինչը շատ հստակ, շատ հեշտ լուծվում է։ Ես չեմ ասի, որ մենք, չգիտեմ, արտառոց ընտանիք ենք, իդեալական բոլորյան, չէ, մենք մեր խնդիրներ ունենք, բավականին լուրջ խնդիրներ, նույնիսկ շատ լուրջ խնդիրներ ենք ունեցել։ Շատ ավանդական խնդիրներ ենք ունեցել, ես իմ տղամարդու ավանդական դիրքում ինքը իր կնոջ։ Այսինքն, բայց այդ ամեն ինչը լուծվել է մի պարզ պատճառով, որովհետև մենք չենք ուզում այդ ամեն ինչը քանդենք մի հատ ապուշ խնդրից։ Ի վերջո ինքը գիտի ես պիտի լռի, ես գիտեմ, որ ես 5 րոպեից պիտի իրան գրկեմ։ Այսինքն դա շատ կարևոր է, եթե կինը հասկանում է ու հարգում է ամուսնու ջղայնությունը, ու թույլ է տալիս, որ թող ջղայնանա 5 րոպե հետո էլի հետ է գալու։ Այլ ոչ թե կոնֆլիկտ, վերջում հասնում է դատարան եւ այլն եւ այլն։ Դա էլ է հարգանքի նշան, դա էլ է ընկերոջը ներելու, լսելու կամ ուղղակի թող խոսա։ Իսկ այսպես։ Իսկ ինչ բնավորության գծեր երբևէ չես հանդուրժի կնոջ մեջ։ Անտակտությունը չեմ սիրում կնոջ մեջ, հանդաստիրակությունը չեմ սիրում։ Ճաշակի բացակայություն։ Այսպես։ Մնացած ամեն ինչ կարելի է շտկել։ Կինը մի տեսակ պիտի, չգիտեմ, եթերային լինի, կինը մի տեսակ պիտի ինչ-որ բաներ թողնի, որ դու մտածես իրանից հետո, կինը պիտի
աչքեր ունենա, որոնց մեջ շատ բաներ չկարողանաս գտնել կին, ինքան բան կարաս կնոջ մասին ասես, բայց այն ինչը կապված չի կնոջ հետ, չգիտեմ, այդ երեք բանը երևի է։ Սարգիս, դու ունես գեղեցիկ դուստրեր, բայց կարծում եմ ցանկացած տղամարդ միևնույն է երազում է արու զավակ ունենալու մասին, ով պիտի ծառը տնկի, տուն կառուցի եւ այլն։ Դու այն տղամարդկանցից ես, ովքեր շատ կարևորում են որդու առկայությունը, այսինքն որդի ունենալու ցանկությունը։ Ես ոչ թե շատ կարևորում եմ, այլ արդեն շատ աղջիկներ եղան, հիմա եմ նոր կարևորում, այնպես չի, որ սկզբանե ես որոշել եմ, որ ես տղա պետք է ունենամ, չէ, ես գժի պես սիրում եմ իմ աղջիկներին, մի վայրկյան էլ չեմ մտածել ծննդատան բակում, ինչի աղջիկ, այլ ոչ թե տղա, բայց ուզում եմ տղայի քաղցրությունն էլ զգամ, ավելի շատ ոչ թե ուզում եմ, որ ինքը ասեն ես ինչ բանա հայր ատես տղա ունեցավ, չէ, դա ինչ չի հետաքրքրում, ով ինչ կասի, ոնց կասի, ուղղակի ուզում եմ տղա երեխայի քաղցրությունն էլ զգամ, նույնիսկ ավելին ասեմ, ես նրա մասին չեմ մտածում, որ ասում եմ դու ինչ աշխատես փեսեքին կթողես, դա էլ չեմ մտածում, ուղղակի կուզեմ, որ ընկեր լինի հետս, ընկեր, մեկին տանեմ ֆուտբոլի, իր հետ գնամ լողավազան, որտեղ աղջիկ երեխայի հետ լողավազան չես կարող գնաս ֆուտբոլի, ուրիշով չես կարող մի հատ հետևից այսպես խփես, ասեմ, որտեղ աղջիկ են, ես նոր պիտի սիրես։ Այ ուզում եմ այդ քաղցրությունը զգամ։ Դե դրանից հետո ինչքան կկարևորեմ տղա երեխայի դերն ու նշանակությունը, ասում եմ շատ երևի, բայց այս դեպքում ուղղակի ուզում եմ դա էլ տեսնել։ Սարգիս, ես քեզ ի սրտե մաղթում եմ, որպեսզի դու այդ քաղցրությունը տեսնես, զգաս, վայելես։ Շնորհակալ եմ անկեղծ անմիջական զրույցի համար, քեզ մաղթում եմ բազում հաջողություններ, անձնական մեծ երջանկություն եւ իհարկե շատ հետաքրքիր դերեր։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Դա Աստված կատարվի այն, ինչ որ մաղթեցիք։ Շատ հրաշալի զրույց էր, ես մեծ բավականություն ստացա։ Ես էլ շնորհակալ եմ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Փոխենք մեր մտքերը, հնարավոր է փոխվի նաև մեզ շրջապատող աշխարհը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, առայժմ։